Ադրբեջանական եւ իրանական մամուլը մի քանի օր շարունակ հեղեղված էր Ալիևի եւ Փեզեշքյանի ջերմագին ողջագուրման տարբեր քննարկումների շուրջ լուրերով, տեսանյութերով։ Երկու պետությունների առաջնորդները տարածաշրջանային տարբեր նախագծերից են խոսում ու քննարկում։ Ադրբեջան-Իրան երկաթուղային ճանապարհի գործարկումն էլ բանակցությունների օրակարգում է։ Արաքս գետի վրայով երկու երկիրը կապող ճանապարհն էլ կարմիր թելի նման անցնում է Փեզեշքյան-Ալիև քննարկումներում։ Նախագիծն արագ զարգանում է, այն արդեն համաձայնեցված է եւ Իրանի տարածքի եւ Ադրբեջանի մայրցամաքային հատվածի միջև։ Նախիջևանի հետ ցամաքային կապի ստեղծման հարցում որևէ խնդիր չի լինի։ Ադրբեջանը ցանկանում է օգտվել Իրանով Նախիջևանին միացող ճանապարհից, միևնույն ժամանակ չհրաժարվելով իր պահանջներից նաեւ Հայաստանի նկատմամբ։ Այս ճանապարհով ըստ էության Իրանը ցանկանում է վերացնել Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի պահանջները։ Դա է պատճառը, որ Իրանը խոսում է տարածքային պահանջների ու հավակնությունների անթույլատրելիության մասին։ Մյուս հարցն էլ այն է, որ Իրանը չի ցանկանում, որպեսզի լինի Հայաստանով անցնող ճանապարհ կամ դեմ չէ ճանապարհին, որը չունի միջանցքի կարգավիճակ։ Ալիևն ու Փեզեշքյանը չեն շրջանցում նաև հյուսիս-հարավ մեգա նախագծային ճանապարհը։ Իսկ տարածաշրջանային որ նախագծերում է Հայաստանն ընդգրկված։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները տարբեր դիվանագիտական հանդիպումներում խոսում են տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին։ Ձեռքներին միշտ այսպես կոչված խաղաղության խաչմերուկը։ Խաղաղության խաչմերուկի մեջ չեմ տեսնում որևիցե մի ճանապարհ, որը կգնա ագարակով դուրս կգա Ջունիքի մարզով եւ կմիանա Իրանի ճանապարհներին։ Իսկ Իրանը ինքը արդեն բավականին երկար ժամանակ է եւ հայտ է ներկայացրել եւ միացած է մեկ գոտի մեկ ճանապարհ մեգա նախագծին եւ արդեն իսկ հիմա կառուցում են երկաթգիծ։ Ինչու է Հայաստանը դուրս մնացել տարածաշրջանային կարևոր տնտեսական ենթակառուցվածքային նախագծերից։ Փորձագետ Մալխասյանը այսպես է պատասխանում. Իշխանության ներկայացուցիչները ջանք չեն գործադրում, որպեսզի նման նախագծերի անդամ դառնան, մինչդեռ Ադրբեջանն ամեն ինչ անում է նմանատիպ նախագծերում ընդգրկվելու համար։ Մեր դիրքորոշումը այնպեսին է, որ դե մեր համար օքեյ է, եթե մենք այդ ճանապարհով չմիանանք գոտի եւ ճանապարհ մեգա նախագծին։ Ադրբեջանը հիմա դիրքավորվել է, որ հարավային Կովկասում որպես ակտիվ դերակատար գոտի եւ ճանապարհ մեգա նախագծին միանալու համար, բայց Հայաստանը մինչեւ 18 թվականը Չինաստանի հետ ունենալով փայլուն հարաբերություններ, հայտ ներկայացրել է, որ ինքը պետք է միանա եւ միանում է գոտի եւ ճանապարհին։ Կկարողանա Հայաստանը դառնալ հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հատված։ Այս ծրագրի իրականացման համար ըստ փորձագետի կարևոր է Հայաստանում տրանսպորտային այդ միջանցքի ավտոմայրուղու, նաեւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, Վրաստանի հյուսիսային հատվածում գտնվող դեպի Ռուսաստան տանող ճանապարհահատվածի արդիականացումը։ Մեզ համար կարևոր է այն, որ մենք կարողանանք հյուսիսից Վրաստանով միանալ եւ հարավից Իրանով միանալ այդ մեգա նախագծին։ Սա Հայաստանի համար կենսական գոյատևման մեծ նշանակություն ունեցող հատված պետք է լինի հյուսիսը եւ հարավը։ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին Հայաստանի պատշաճ մասնակցության ձախողումն ըստ փորձագետի կարող է վերջնականապես տարածաշրջանում շրջափակել Հայաստանի տրանսպորտային պատկերը։ Եւ դրան են տարիներ շարունակ ձգտել Ադրբեջանն ու Թուրքիան, այն դիտարկելով որպես Հայաստանի վրա առավելագույն ճնշում գործադրելու միջոց։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։